Ռազմական դեպքերը նման են այսպես կոչված բունտի։ Այդ բունտը ինքնին շատ իռացիոնալ երևույթ է եւ հստակ քաղաքական նպատակները պարզ չէ այն մասաներին, որոնք որ ներգրաված են, դժգոհության ծայրահեղ դրսևորման մի ձև է։ Դա հիմնականում սոցիալական հիմքի վրա է լինում։ Ես կարծում եմ, որ հիմնականում սոցիալական դժգոհությունն է, որովհետև անգամ եթե որևէ շահագրգռվածություն կա արտաքին ինչ-որ ուժերի, նման ալիք ստեղծելը իհարկե առաջինը ոչ մեկի ձեռնտու չի եւ պետք չի։ Այսօր, երբ որ մենք հետևում ենք այդ երկրին, մենք տեսնում ենք հիմնական հետևանքը որևէ քաղաքական ուժ նման ժողովրդի դեր կանգնել չի կարող։ Ժողովուրդը որևէ ուժին չի ընդունում։ Դա իհարկե անընդունելի մի բան է։ Ընդհանրություններ ու տարբերություն։ Գիտեք, մեզ մոտ իհարկե եղել է քաղաքական շարժում։ Դա քաղաքացիական շարժում էր հստակ քաղաքական ուժի կողմից ուղղորդվող եւ անգամ այն բարբարոսությունները, որը իշխանությունները ցուցաբերեցին, ոչ մի կերպ չազդեց ժողովրդի կազմակերպվածության վրա։ Եթե ժողովուրդը չլսեր այդ ուժին, ինքը որոշում ընդուներ, իհարկե մենք կունենայինք համարյա նույնը, ինչ որ եղավ Հռվստանում։ Սակայն ընդդիմությունը դա զսպեց։ Իհարկե, ասենք սա քաղաքական, հստակ քաղաքական գործողություններ էին։ Եթե իսկապես երկրում ոնց որ իրանց մոտ էին ասում տիրանիա է, երբ որ ասեք իշխող համակարգը, կլանը, իշխող էլիտան որևէ կերպ չի ուզում ինքը գնա ինչ-որ քայլերի եւ փոփոխություններ մտցնել, բնական է մի ճանապարհ է մնում, որ օպոզիցիոն, ասենք ընդդիմադիր քաղաքական հզոր ուժ լինի, որը կարողանա լուծում գտնի։ Եթե նման ուժ էլ չի լինում, բայց իշխանությունները շարունակում են, իհարկե բունտը շատ առարկայական է դառնում արդեն։ Խոսելով Հայաստանի մասին, մենք պիտի հենց այս պրիզմայով նայենք։ Իշխանությունները կարծես թե ցանկություն չունեն, որովհետեւ փոփոխություն մտցնեն։ Այն ինչ որ արվել է մարտի 1-ին, իհարկե շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, ու եթե Հայաստանի ընդդիմադիր ուժերը դա չհասկանան եւ ժամանակին չստիպեն կամ հեռանա այս էլիտան, կամ ստիպեն այդ էլիտային փոփոխություններ մտցնի, իհարկե ինչ որ պահի նման տրամադրություններ կարող են ստեղծվել։ Այդ ժամանակ երկիրը մնում է սրա կամ նրա հույսին, ասենք մի լուցկի գցես եւ բունտ կունենաս, լուցկին էլ ցանկացածը կարող է գցի այս միջազգային հարաբերություններում։ Սպանությունների մասով էլ շատ հետաքրքիր է։ Այնտեղ արդեն հստակ խոսում են, մեղադրանքներ է առաջադրվել, եթե նույնիսկ ասենք իշխանությունները անձամբ չեն վերցրել զենքը կրակել, բայց հրաման տալու համար արդեն ամեն ինչ պատրաստ է եւ հետախուզում են հայտարարել իշխանությունները։ Մեզ մոտ նույնիսկ չեն բացի զոհերի հարազատներից ու ընդդիմությունից էլ ոչ ոք չի խոսում, նույն ոստիկանները, որոնք կամ դատախազությունը գործով զբաղված է, ով է հրաման տվել կրակել։ Չէ, դու պիտի խոսի, երբ որ հրաման տվողները դեռ պաշտոններում են։ Պաշտոններում են եւ բոլոր բողոքողներին էլ ասում են, որ մտքները ոչ չանցնի, ավելի վատը գլխների հետ կանեք, դա դիտաղելի է, ոնց կարող է նման մարդիկ ինչ որ հարցեր լուծեն։ Չեն կարող։ Հեռանալուց հետո այդ հարցերով կզբաղվի ուրիշ քաղաքական ուժ։ Այսինքն այս իշխանությունների օրոք մարտի 1-ի բացահայտման մասին բացահայտում են ինչ անը, իրանք իրանց մոտ բացահայտեն։ Եթե ասեք մարտի 1-ից հետո դեռ հասարակությունում շատ մարդիկ կային, որոնք որ չգիտեին ինչա կատարվել, բայց 2 տարվա մեջ ի վերջո պարզվեց ամեն ինչ հստակ եւ դատախազությունը ինքը թե հասարակությանը, թե ընդդիմությանը լրիվ մաքրեց, սպիտակացրեց, ապացուցելով, որ ոչ ոք որևէ ուժային տրամադրություն չուներ, դերով նովա մնում տակի, մնում է իշխող էլիտան, իրենց օլիգարխներով, սափրագլուխներով, բոլորը գիտեն, անուններ գիտեն, բայց չէ որ լծակները մարդկանց ձեռքին է եւ իրանք չեն թողնի, իրանք ինքնասպանությանով չեն գնա։